եղան դրսից ճնշումներ, որի մասին երկումը խոսում է, հաստատվում է, երկումը կապույտվում է, և ձեր ասացի վերաբերյալ, երբ ասեցիք, որ բանակցությունների չի գնացել, շրջանը եղել, երբ Ալիևն է համաձայնվել անգամ բանակցությունների, այսօր կառավարության նիստում Փաշինյանը խոսել այս թեմայի մասին ու ասել է մեջբերեմ, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել դղի հարցով, պրոբլեմը եղած խզումներ։ Պրոբլեմը եղած խզումներ։ Ինչ խզում։ Խզումը հակամարտությունն է, բայց հա, գիտենք, որ պրոբլեմը հակամարտությունն է, բայց իրան պետք է լուծել։ Ոնց որ բան է, էլի, դատարկախոսն է, պրոբլեմներ, տենց է ասում։ Հիմա ես իդեպ բերեմ ձեզ այն ապացույցը, որ խոստացա, որ Ալիևը համաձայն է եղել, անգամ պատերազմական գործողությունների ժամանակ, գիտեք։ Ես չգիտեմ, ձեզնից ով է հիշում 2020 թվականի պատերազմի հենց այն կարևոր էտապներից մեկում, իդեպ հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր մի Ռուսաստանի միջնորդությամբ մի զինադադար եւ 15-ին հոկտեմբերի տեղի ունեցավ ռուսական հեռուստականալներով համատեղ հարցազրույց Ալիևի եւ Փաշինյանի հետ։ Դուք հիշում եք դա։ Գիտեք ինչի համար էր դա հրավիրվել։ Ու 20-ական րոպե տվել էին երկուսին խոսելու։ Ուզում էին դադարեցնեին պատերազմը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մի բան պետք է ասել, որ ինքը համաձայնվում է այս պլանին, այս 19 թվականի պլանին, որ 5 շրջանը վերադարձնում ես ու բան ես անում։ Իրավիճակը անցնում է խաղաղության։ Այսինքն պատերազմի ժամանակ հոկտեմբերի 15-ին Փաշինյանին ասել են, որ դու այնտեղ պետք է այս հայտարարությունը անես, քո հավատարմությունը հայտնես այս պլանին եւ ամեն ինչ կանգնում է։ Մինչդեռ, հա, ու այդ ժամանակ Ալիևը անում է դա։ Տեսեք ինչ է ասում Ալիևը։ Այդ կարակ հանեք այդ վիդեո բանը, տեսագրությունը եւ մի րոպե։ Սա Ալիևի խոսքերն են։ Այդ հերոստատեսության ժամանակ, պատերազմի ժամանակ, ասում է, առաջարկվում է ազատագրել Ադրբեջանի օկուպացված շրջանները փուլային պլանով։ Առաջին փուլում դա օկուպացված տարածքների հարավ-արևելյան մասն է, 5 շրջաններ։ Երկրորդ փուլում այն ինչ որ մենք արդեն խոսացինք, եւ վերջում ասում է եւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մշակման շուրջ։ Ինքը նկարագրում է, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ Այսինքն ինքը ասում է, այս սա այս պլանը, որ ես նոր ներկայացրեց, ինքը ներկայացնում է։ Ասում է, ես դրան համաձայն եմ։ Փաշինյանը համաձայն է։ Իսկ Փաշինյանը ու այդ բանը միանգամից արձանագրվում է այդ հանդիպան ժամանակ։ Երբ որ ասում են, արդեն բանը, կարծեմ Սալավիովն էր, թե Կիսիլովն էր, ով էր բան, այդ հարցը ուղիղ տալիս է, ունի առաջադրանք Կրեմլից երևի կարծում եմ։ Հարց է տալիս, ասում է, դուք համաձայն եք այս հիմնարար սկզբունքների հետ պլանի, այստեղ կարևոր նրբություն։ Այդ ժամանակ այդ սկզբունքները կարգավորման արդեն կոչվում են հիմնարար սկզբունքներ։ Եվ ինչ է պատասխանում դրան Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, ես համաձայն եմ ԵԱԿ-ի հիմնարար սկզբունքներին, տերիտորիալ ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի չվի։ Այսինքն ինքը ընդհանրացնում է, դուրս է գալիս այս կոնկրետ համաձայնության շրջանակներից, ընդհանրացնում է դեպի ինչ որ աբստրակտ սկզբունքներ։ Ու դա արձանագրվում է։ Կարամ ձեզ ում հետաքրքրում մեջբերումն էլ ուղարկեմ, որ Փաշինյանը խուսափեց այդ պլանին համաձայնություն տալուց եւ գնաց դեպի ինչ որ ընդհանուր սկզբունքներ։ Հիմա հարց, պատերազմի ժամանակ, լավ, այն ժամանակ չէիր հասկանում։ Այն ժամանակ կարծում էիր պատերազմ չի լինի, տենց էլ ասում է։ Դե մենք բանա թերագնահատեցինք բանա միջազգային զսպման մեխանիզմները, բան, կամ չէ, գերագնահատեցինք ներողություն, բան, օքեյ, գնացել ես բլեֆ ես արել, ասենք կարծել ես այդ լկտիությունը, այդ բանը նպաստելու է, որ իրականում Ալիևը վախենա մտնի բանի կրավաթի տակ դուրս չգա հանդից։ Ասենք քո ապուշ խելքով տենց բան անցել։ Բայց արդեն պատերազմի մեջ, երբ որ քո բանակը շատ վատ վիճակում է,
Քեզ առաջարկում է այս պլանը ու դու էլի խուսափում ես, սա կներեք արդեն դիագնոզ է կամ այն վարկածը, որի մասին շատ խոսեցիք։ Այսինքն ես շատ ներողություն եմ խնդրում 97 թվին պատերազմ թե խաղաղություն հոդվածում Տեր-Պետրոսյանը բաց ներկայացրեց թե ինչա քննարկվում բանակցությունների մեջ եւ ինչ զիջումների է պետք գնալ, փոխզիջումների է պետք գնալ, ինչ է հիմա ձևեր թափում։ Ընդ որում նույն Փաշինյանն է, որը 2008 թվին ասում էր, որ մեր թիմը, Տեր-Պետրոսյանի թիմը դա այն մարդկանց թիմն է, ով որ կիսում են այդ հոդվածի դրույթները։ Այդ ինքն էր ասում։ Հետո դեռ ամենամեծ ոչ մի թիզական է։ Հիշում եք, երբ որ 16 թվին են ՊՊԾ-ի գնդի գրավման այդ օրերին, որ գնաց ասեց Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը դավադրություն են գործում հայ ժողովրդի թիկունքում, համաձայնվելով 5 շրջանը վերադարձնել բանին, Ադրբեջանին։ Խոսքը գնում էր այս պլանի մասին, որը հիմա բացահայտվում է, որը երանելի բան է։ Ինչի մասին է խոսքը։ Խնդրեմ։ Հա, այդտեղ էլի իրանք բանա շփոթի մեջ են ընկել, դեմագոգիայով են զբաղված, դաղալություններ են անում։ Լսեք, ոչ ոք չի պահանջել Իրանից հրապարակել հայկական ժամանակի մեջ տպված հոդվածները։ Իրանից պահանջվել է պաշտոնական առաջարկները միջազգային Մինսկի խմբի համանախագահության հրապարակել եւ մեր պաշտոնական պատասխանները այդ առաջարկներին։ Ճիշտ է։ Մի կողմ դնենք, որ որոշ դեպքերում ինքը ուղղակի մտնում է Կազիմիրովի սայթը, ընդդեղից է ինչ որ բաներ հանել, սաղ կա։ Այս դեպքում ինքը ասում է բանա, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ինչ որ ինձ փոխանցել են, մենք էլ հայկական ժամանակում տպել ենք։ Նախ ինձ հայտնի չի, որպես ես եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, ինձ հայտնի չի, որ նախընտրական շտաբի որևէ անդամ այդ բանը փոխանցել է, բայց ես չեմ բացառում, որ կարող է նման բան եղել է։ Կարող է ինչ որ մեկը եւ փոխանցել է։ Իսկ ինչ վատ բան արել, եթե դենց բան եղել է։ Այսինքն եղել է մի հատ փաստաթուղթ, որը հասանելի է եղել Տեր-Պետրոսյանի շտաբին, այդ բանը տրվել է մամուլին։ Ինչ վատ բան կա այդտեղ։ Բայց մենք ոչ չենք ասում դու քո պուբլիկացիաները հրապարակի, մենք ասում ենք քո պաշտոնական ինֆորմացիան հրապարակի։ Իսկ հիմա ասում մենք փնտրում ենք չենք գտնում։ Իհարկե չեք գտնի։ Գիտեք գաղտնիքը ինչի մեջ է։ Գիտեք ինչի քիվեստը չեն գտնում։ Շատ բարձ բացատրություն ունի, չգիտես ինչի սա բան են կորցրել են իրանց։ Քիվեստը եղել է այն ինչ որ դիվանագիտության լեզվով կոչվում է non-paper։ Անգլերեն տես արտահայտություն կա։ Non-paper, դեֆիսով է գրվում։ Դա ինչ է նշանակում, գիտեք։ Դա նշանակում է փաստաթուղթ, որը չունի պաշտոնական բան, կարգավիճակ, այսինքն դա չի ստորագրված կոնկրետ մարդկանց կողմից, օրինակի համար Մինսկի խմբի համանախագահների ստորագրությունները տակը չկան։ Այդ փաստաթուղթը հիմնվելով Ալիևի եւ Քոչարյանի հետ խոսակցությունների վրա ամերիկացի կազմել են որպես աշխատանքային փաստաթուղթ տվել են քննարկման, որպես աշխատանքային փաստաթուղթ։ Իրանք էլ չեն ստորագրել դրա տակ, որովհետև դրա իմաստը այն է, որ դա մեր պաշտոնական դիրքորոշումը չի։ Մենք ընդհանրապես մեդիատորի դեր ենք խաղում, մոդերատորի դեր ենք խաղում, մենք ձեզ օգնում ենք համաձայնության գալ։ Այդ թուղթը տվել ենք դրա համար, աշխատանքային փաստաթուղթ է։ Իսկ ինքը չունի Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկի բնույթ։ Այդ դրա համար էլ չեն գտնում։ Շատ պարզ բացատրություն է։ Բայց իրանք էլ չգիտեն։ Իրանք գիտեն non-paper ինչա։ Ընդհանրապես գիտեն։ Ես վստահ եմ չգիտեն։ Որտեվ ընդհանրապես դիվանագիտության մեջ ոչինչ չգիտեն։ Ու դրա համար էլ հեշտությամբ ենթարկվում են մանիպուլյացիաների, օտարածին բաների, օրակարգերի թելադրանքին։ Շատ հեշտ, գիտեք ինչքան հեշտ է իրենց խաղացնելը։ Խնդրեմ։
Դե իրանք ստիպված էին հաշվել։ Մենք ինչ արեցինք։ Ինչ որ իմաստով այկիդո արեցինք, չէ՞, որ բանը այդ Փաշինյանը ասեց բոլորի կանչում են բանավեճի, բան Տեր-Պետրոսյանը ինչ գրեց։ Ասեց բանավեճելու բան չկա, դու փաստաթղթերը հրապարակի, այդ ժամանակ այ դա կլինի իսկական բանավեճ։ Ճիշտ է, նաև կսպառի բանավեճը։ Այսինքն մենք իր պրիոմը իր դեմ ուղարկեցինք ու դա շատ արդար ձև էր վարվելու, որովհետև իսկապես խնդիրը հետևյալն է՝ մի թաքցրու ոչ մի բան, նստենք խոսենք։ Մենք դրեցինք իրան ճնշման տակ, ինքը հայտնվեց երկընտրանքի առաջ, ինքը կամ պետք է շարունակեր պահել թաքուն այդ Մինսկի խմբի համանախագահության 2019 թվականի պլանը, բայց առանց որևէ հիմք ունենալու, որտեղ կոնֆիդենցիալության հարց չկա, գաղթապահության հարց չկա, եւ այդ դեպքում եթե դու այդ գաղտնի ես, թաքուն ես պահում, նշանակում է դու ինչ-որ հանցանք ես գործել։ Այսինքն այդ ճնշումը գնալով ավելանում էր, չէր թուլանում։ Եվ այդ պահանջին միացան բոլոր ուժերը, այդ թվում ասեմ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, այդ նախագահներից դուրս ուժերը, դա հասարակական ուժերը, դա հասարակության հարցն էր։ Ախպեր ասա մեզ ինչ եք բանակցել։ Դու միշտ ասել ես մեզ ինչ ուզում բանակցում ենք։ Ինչ կուզեմ էդ էլ կբանակցեմ։ Չէ, տես չի, հաշվետվություն տուր, ինչ ես բանակցել։ Դու մեզ տարել ես աղետի մեջ ես մցրել, հələ բացատրի այդ ո՞նց ա եղել։ Հասարակությունը գնալով ավելացրեց ճնշումը, ինքը հայտնվեց վիլկայի մեջ, կամ պետք է թաքցներ, խորացներ մեղադրանքները, կամ հաշվեց, որ ավելի լավ է ընտրություններին 7 ամիս մնացել, թե ինչքան մնացել, հիմա հրապարակեմ, ինչ վնաս հնարավոր է կլինի, կամաց կմարսվի կեթա։ Այսինքն ընտրությունների արդեն դուրս կգա մի քիչ մաքրված բան, բայց не тут-то было։ Այս քթից ենք բերելու։ Մենք չէ, մեր ժողովուրդը, հասարակությունը։ Այս փաստաթուղթը եւ իր խայտարակ մերժումը, այս աղետը, որի մեջ ինքը մեզ ընկղմեց, մենք իր քթից ենք բերելու, որպես հասարակություն, որպես քաղաքացիներ։ Ինքը սրատակից չի կարա դուրս գա։ Անգամ չեն կարողանում կողմնորոշվել, վերջը մերժել են, չեն մերժել, բարա պատասխանել են, չեն պատասխանել։ Չեն կարողանում, այս հարցի լուծումը չեն կարողանում տալ։ Ինչ են արել։ Ու չեն տա։ Սա ասում եմ մի հատ խարան է, սա պատմության խարանն է, որ իրանց վրա մնացել է։ Սա իրանց զրկում է, ինչ ասեմ, լեգիտիմությունից ես կասեի անգամ։ Որովհետև իրանք չունեն այդ պատասխանը։ Իրանք ինչ ընտրություն են կատարել ճակատագրական հայ ժողովրդի համար, ամենավատ ընտրությունը։ Այլ հարցեր։ Պարոն Զորաբյան, մինչև ձեր ասումսը կառավարությունից հետո